Մինվալ պոլիտիկա իտրամադրության տակ են հայտնվել տեսագրություններ Լուիս Մորենո Օկամպո եւ նրա որդու մասնակցությամբ, որտեղ նրանք բացահայտ քննարկում են եվրոպական քաղաքականության եւ Հայաստանում իրավիճակի վրա ազդելու մեթոդները։ Ավելի մեծ աղմուկ է առաջացվել նրա որդու հայտարարությունը, որը բացահայտորեն խոսում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու անհրաժեշտության մասին։ Роберт Кочарян расстрелял мирных демонстрантов. Ռոբերտ Քոչարյանը գնդակահարել է խաղաղ ցուցարարներին, երբ Հայաստանում անցկացվում էին նախագահական ընտրություններ, եւ իշխանության եկավ Սերժ Սարգսյանը։ Իսկ Եվրոպական խորհրդարանը եւ նրանց գործընկերները հայտարարում էին, թե Հայաստանը մեկ քայլ առաջ է կատարել զարգացման ճանապարհին, այն դեպքում, երբ սպանվել էին 23 խաղաղ ցուցարարներ։ Մինչ օրս քննությունը շարունակվում է, ինչ որ պատճառով եւ Քոչարյանը եւ Սարգսյանը ազատության մեջ են, եւ կրկին ցանկանում են ընտրվել շարունակելու նույն քաղաքական գիծը։ Կան մարդիկ, որոնք նրանց աջակցում են տարբեր երկրներում, այդ թվում նաև Եվրոպական խորհրդարանում եւ հայկական լոբիում։ Մենք նաև լավ գիտենք, որ Ֆրանսիայում հայկական լոբիի ղեկավարներին չեն թողնում մուտք գործել Հայաստան։ Թեև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բազմիցս Փարիզում կազմակերպել է հանդիպումներ հայկական լոբիի ղեկավարների եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, փորձելով հաշտեցնել նրանց։ Մենք բոլորս դա հիշում ենք, դրանք պատմական իրադարձություններ են, սակայն այնուամենայնիվ նրանց չեն թողնում։ Ինչու՞։ Որովհետև նրանք չեն ցանկանում այն քաղաքականությունը, որն այսօր վարում է Փաշինյանը։ Նրանք չեն ցանկանում, որ այդ քաղաքականության արդյունքում Ադրբեջանը վերականգնի իր տարածքային ամբողջականությունը, իր ինքնիշխանությունը եւ վարի անկախ քաղաքականություն, ստիպելով, որ բոլոր արտաքին խաղացողները հեռանան տարածաշրջանից։ Независимая политика заставила в результате этого, чтобы все игроки ушли отсюда.